Նախ սկսեմ նրանից, թե ինչա հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը։ Իրականում սա համաշխարհային իրավական պատմության մեջ նախադեպը չունեցող մի հանցակազմ էր եւ հանցակազմ է, որը ներմուծվեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք, դեռևս նախորդ ուժը կորցրած քրեական օրենսգիրքի մեջ 2021 թվականին։ 2021 թվականին փոփոխություն լրացում կատարվեց քրեական օրենսգիրքում եւ հավաքներին մասնակցելու նպատակով անձին հարկադրելու կամ հավաքներին մասնակցելու ձեռնպահ մնալու նպատակով հարկադրելու այս հանցակազմի օբյեկտիվ դրսևորումներին գումարվեց նոր մի օբյեկտիվ դրսևորում՝ նյութապես շահագրգռելը, որպեսզի անձը մասնակցի հավաքին կամ ձեռնպահ մնա հավաքին մասնակցելուց։ Տարօրինակ էր իրավական բնույթով այս ձևակերպումը, որովհետև հավաքների ազատության իրավունքի միջազգային ստանդարտներին լրիվ անծանոթ երևույթ էր նյութապես շահագրգռելը, սահմանափակելը հավաքների տրամաբանության մեջ։ Հետո դրանից մեկ տարի հետո պարզվեց, եւ դա պարզեց Հելսինկյան կոմիտեն, որ այս փոփոխությունը անելիս Վենետիկի հանձնաժողովին խորհրդատվական կարծիքի համար դիմելու ժամանակ չի լսվում։ Լսվում է։ Շիշը համել կխմի։ Վենետիկի հանձնաժողովին այս նորամուծության վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու համար երբ դիմել են, արել են այսպես ասած թարգմանության խարդախություն։ Թարգմանության մեջ հանցակազմի ձևակերպման ավելացրել են հարկադրանքի բաղադրիչ։ Անգլերեն to make person to participate in assembly, այսինքն ստիպել մարդուն նյութապես շահագրգռելով հարկադրել մարդուն, որպեսզի անձը մասնակցի հավաքին։ Վենետիկի հանձնաժողովը բնականաբար նկատի ունենալով, որ հավաքների ազատության իրավունքը անհամատեղելի է որևէ տեսակի հարկադրանքի հետ, թե պոզիտիվ, թե նեգատիվ, տվել էր դրական կարծիք, որ հա, եթե հարկադրանքի բաղադրիչ կա, ապա միևնույնն է չես կարող ուրեմն այդ եղանակով հավաք կազմակերպել կամ անձանց ներգրավել, ուստի քրեականացումը դրան դրսևորման տեղավորվում է հավաքների ազատության միջազգային ստանդարտների տրամաբանության մեջ։ 2022 թվականին առաջին աղմկահարույց ձերբակալությունն ու մեղադրանքը ու հետո նաև կալանքը եղավ նյութապես շահագրգռելու այս չարաբաստիկ հոդվածով, խոսքը Ավետիք Չալաբյանի ուրեմն քրեական գործի մասին էր։ Ավետիք Չալաբյանին ձերբակալեցին 2022 թվականի մայիս ամսին, երբ նոր քրեական օրենսգիրքը արդեն ընդունվել էր եւ պիտի ուժի մեջ մտներ հուլիսի 1-ին։ Ձերբակալման մեղադրանք առաջադրելուց հետո, երբ մենք ընթերցեցինք նոր քրեական օրենսգիրքը, հայտնաբերեցինք, որ նոր քրեական օրենսգիրքում այս նյութապես շահագրգռելու կոմպոնենտը բացակայում է համարժեք հոդվածի մեջից։ Եվ կալանքի քննարկման շրջանակներում նաև մեր պարտականությունից ելնելով քննարկման առարկա դարձրեցինք այն հանգամանքը, որ դուք այս մարդուն ձերբակալում եւ կալանավորում եք մի մեղադրանքով, որի հիմքում ընկած իրավական նորմը ընդամենը ամիս ու կես հետո այլևս չի գործելու, իրենք ուրեմն արտահերթ նիստ գումարեցին ազգային ժողովի եւ նոր քրեական օրենսգիրքում այնուամենայնիվ ավելացրեցին այս հանցակազմը։ Իդեպ այս բոլոր քննարկումների շրջանակներում մենք հենց այդ քրեական վարույթի սկզբից էլ խոսել ենք այս նորմի սահմանադրության հետ որոշակի խնդիրներ եւ հակասություններ ունենալու մասին, որովհետեւ ընդհանրապես նորմալ չէր պատկերացնել, որ հնարավոր է անձին մեղադրանք առաջադրել եւ անձի արարքը դիտել որպես քրեորեն պատժելի արարք, եթե անձը օրինակ, չգիտեմ, նյութապես շահագրգռում է, որպեսզի մարդը մասնակցի հավաքի, նկատի ունենալով, որ ամբողջ աշխարհում այդ պրակտիկան տարածված է։ Իդեպ ասեմ, որ օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդպիսի գործակալություններ կան, ովքեր զբաղվում են հավաքներին, տարբեր հավաքներին անձանց ներգրավելով։ Ոնց է, այստեղ կաստինգ կամպանիաներ կան, չէ՞, որ մասովկաներ են ապահովում, օրինակ, չգիտեմ, հմեկի բանավեճերի ժամանակ, որտեղ որ ծափ են տալիս այդ մարդիկ, հա, այդ նույն եղանակով հավաքների շրջանակներում։
Ընդ որում ես այս քննարկման շրջանակներում մի կողմ եմ դնում այն հանգամանքը, որ Ավետիք Չալեբյանը ոչ էլ նյութապես շահագրգռել էր, այնտեղ լրիվ ուրիշ պատմություն էր, այնուամենայնիվ այս դեպքից հետո բազմաթիվ քրեական գործեր հարուցվեցին տարբեր ուրեմն քաղաքական ուժերի, տարբեր ներկայացուցիչների նկատմամբ հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու հիմքով։ Բոլորի հիմքում դրված էին գաղտնալսումներ, որոնք էլի հրապարակվում էին քննչական կոմիտեի կողմից եւ էլի հիմնականում մոնտաժված էին եւ իրար կտրտված մոնտաժների ուրեմն վերաբերյալ մասնագիտացվածը արդեն պարոն Խուդուրյանը այդ մոնտաժների մասով կխոսի։ 2024 թվականին խորհրդարանական ընդդիմությունը դիմեց սահմանադրական դատարան օգոստոս ամսին։ Հոկտեմբեր ամսին նույն թվականին սահմանադրական դատարանը կասեցրեց դիմումի քննությունը, որպեսզի ստանա Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը։ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը դիմելու համար սահմանադրական դատարանը ուղարկել է նամակ համապատասխան գրություն։ Գործը կասեցնելուց մի 10 ամիս հետո, ասենք հունիս-հուլիս ամիսներին։ Այդ ամբողջ ընթացքում այդ գործի քննությունը կասեցված է եղել, եւ եթե բացեք սահմանադրական դատարանի որոշումը, դատավարական նախապատմության մեջ դուք չեք գտնի իմ ասած ամսաթվերը։ Դուք սա կգտնեք Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի մեջ, որտեղ իրենք գրել են, որ իրենց համապատասխան խնդրանքով դիմել են հունիսի 26-ին 25 թվականի 10 ամիս անց։ Սա եւս մեկ անգամ փաստում է, որ նկատի ունենալով, որ հանցակազմը ունի ակնհայտ խնդիրներ սահմանադրության հետ, այնուամենայնիվ հանցակազմը լայնորեն կիրառվում է որպես քաղաքական գործիք, եւ այս հանցակազմի կյանքը ինչքան երկարացնեին, այդքան էֆեկտիվ կլներ այս հանցակազմի գոյություն։ Այնուամենայնիվ Վենետիկի հանձնաժողովը բավականին սեղմ ժամկետներում տալիս է իր խորհրդատվական կարծիքը հոկտեմբեր ամսին 25 թվականի եւ միայն նոր այս ամիս մենք ունենք սահմանադրական դատարանի որոշում, որը սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել այս հանցակազմը իր մեկնաբանության շրջանակներում։ Մեկնաբանությունը հետեւյալն է. սահմանադրական դատարանը ասում է հետեւյալը, որ հավաքների ազատությունը ունի 3 պաշտպանության 3 կոմպոնենտ։ Ուրեմն ակտիվուս, ստատուս ակտիվուս, այսինքն դա այն է, երբ անձը ունի հնարավորություն, ռեալ հնարավորություն իր ուզած հավաքին գնալ մասնակցի, գործնական հնարավորություն։ Ստատուս նեգատիվուս, որ չկա որևէ խոչընդոտ, պետությունը ձեռնպահ է մնում որևէ տեսակի խոչընդոտից, որպեսզի անձին սահմանափակի հավաքներին մասնակցելուց։ Եվ մի երրորդ կոմպոնենտ, շատ փիլիսոփայական ուրեմն կոմպոնենտ է սահմանադրական դատարանը ուրեմն ներառել իր որոշման մեջ, որի մասին ըստ էության նաև Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի մեջ էլ չկա, ուղեցույցերի մեջ էլ չկա, դա status libertas voluntaris։ Սա ըստ սահմանադրական դատարանի հավաքին մասնակցողի ներքին մղումն է, թե ինքը իրականում ինչ շարժառիթով է մասնակցում այս կամ այն հավաքին։ Այս կոմպոնենտը իմ համոզմամբ սահմանադրական դատարանը ավելացրել է, որպեսզի հիմնավորի, թե ինչու է այս հանցակազմը համապատասխանում սահմանադրությանը, այն մեկնաբանությամբ, որ ինքը տվել է։ Իսկ մեկնաբանությունը հետևյալն է. տրանսպորտային ծախսեր, սնունդ եւ այլ կարիքներ հոգալու համար ֆինանս հատկացնելը հավաքի մասնակցին նորմալ է, բայց եթե այդ տրամադրվող ֆինանսը իր բնույթով դուրս է գալիս այդ անհրաժեշտ ծախսերի տրամաբանությունից եւ ունակ է անձի կամքի վարքագծի վրա, դառնա որոշիչ հանգամանք հավաքին մասնակցել չմասնակցելու առումով, այստեղ խաթարվում է հավաքների ազատության իրական նպատակը եւ այսպես հանրության շրջանում հավաքի բովանդակությունը կազմող դիսկուրսի շուրջ ուրեմն խեղաթյուրված պատկերացումներ է ստանում հանրությունը, որովհետև հանրությունը չգիտի այդ մարդիկ փողի համար են եկել հավաքին եւ դժգոհում օրինակ սոցիալական խնդիրների մասին, թե իսկապես դժգոհում են սոցիալական խնդիրների մասին եւ դրա համար եկել են հավաքի։ Պետության սահմանադրական դատարանի այս տերմին կարելի է բանել
կիրառել այս դեպքի համար, իրավական պատերնալիզմ։ Երբ պետությունը ավելի շատ է մտածում անձի բարօրության մասին, սա ճակերտավոր շատ է մտածում, քան հենց անձը ինքը։ Սահմանադրական դատանի այս ձևակերպումը ուղղակիորեն հակասում է հավաքների ազատության, պաշտպանության ամբողջ տրամաբանությանը, որովհետև հավաքների ազատության պաշտպանությունը դա օբյեկտիվ դրսևորում ունի, այլ ոչ թե սուբյեկտիվ։ Օբյեկտիվ դրսևորումը հետևյալն է. պետության ֆունկցիան սահմանափակվում է այնտեղ, որ ապահովի, որ անձը ունենա ռեալ հնարավորություն իր ուզած հավաքին մասնակցելու։ Պետության խնդիրը չի ու պետությունը չի պիտի հանցնի այն սահմանը, երբ որոշի անձը այդ հավաքին մասնակցում է, որովհետև, չգիտեմ, շահագրգռված է այդ հավաքի կազմակերպիչների հետ կապված որևէ հարաբերություններում, դա կլինի նյութական, դա կլինի անձնական, թե իսկապես այդ հավաքի նպատակները կիսում է։ Հավաքի մասնակցությունն ինքնին ապահովելու եւ հավաքը չխոչընդոտելու անձին չսահմանափակելու այս երկու պոզիտիվ պարտականություններից զատ աշխարհի որևէ պետություն նման հանձնառություն չի ստացել։ Ավետիք Չալաբյանի քրեական վարույթի շրջանակներում մենք խնդրել էինք գործընկերներին, որպեսզի պատրաստեն զեկույց, թե որ պետությունում կա նմանատիպ ուրեմն մոտեցում, որ պետությունը մտածի, թե անձը ինչի համար է գնում հավաքի։ Աշխարհի որևէ պետությունում քրեականացված չէր նյութապես շահագրգռելու այս ինստիտուտը հավաքների մասնակցության։ Մի պետությունում էր նախատեսված որևէ իրավական հետևանք, ընդ որում ոչ քրեական, այլ վարչական, դա Բելարուսի Հանրապետությունն էր։ Այսինքն ժողովրդավարական արժեքների, ժողովրդավարական դեմոկրատական իրավակարգերի շրջանակներում ներմուծել մի ինստիտուտ, անունը դնել անհրաժեշտ ժողովրդավարական հասարակության համար, բայց չունենալ դրա նախադեպը որևէ զարգացած ժողովրդավարական երկրում, այլ ունենալ նրա նախադեպը օրինակ Բելարուսի Հանրապետությունում, որի ուրեմն քրեական ընդհանրապես արդարադատությունը նույնիսկ ընդդացիա չի մարդու իրավունքների եվրոպական դատարանին, այստեղ ակնհայտ հակասությունը առաջանում։ Սահմանադրական դատարանի որոշման հիմքում ըստ սահմանադրական դատարանի ընկածա հենց Վենետիկի հանձնաժողովի այդ ուշացած կարծիքը, հա։ Վենետիկի հանձնաժողովը իր խորհրդատվական կարծիքում ասել է ճիշտ այն, ինչ ես ձեզ նոր ներկայացրեցի այս պետության պոզիտիվ պարտականությունների սահմանների վերաբերյալ։ Խիստ զարմացած տեքստով Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ այո, հավաքների ազատության պաշտպանությունը դա օբյեկտիվ դրսևորում ունի եւ պետությունը երբեք չի պիտի մտնի անձի մտքերի կամ հոգու մեջ հասկանա թե անձը իրականում ինչի համար է գնացել հավաքի, որովհետեւ եթե անձը գնացել է որևէ հավաքի, ենթադրվում է եւ գործում է կանխավարկածը, որ այդ անձը կիսում է այդ հավաքին հնչող գաղափարների, հա, բովանդակությունը կամ չգիտեմ, նույնիսկ եթե չի կիսում, իր հավաքի ազատության իրավունքը իրացրեց ներկա գտնվելով այդ հավաքի ժամանակ։ Վենետիկի հանձնաժողովը մատնանշել է նաև պետության հնարավորությունը, այս հանուն արդարության ասեմ, որ նաև մատնանշել է եւ չի բացառել պետության հնարավորությունը սահմանափակելու այս նյութապես շահագրգռելու ինստիտուտը հավաքների մասնակցության նախընտրական կամպանիաների ժամանակ։ Նկատի ունենալով, որ նախընտրական այդ քարոզչական շրջանում ուրեմն մեծահարուստ քաղաքական մրցակիցները կարող են այսպես նյութապես շահագրգռելով մեծաթիվ հավաքներ կազմակերպել եւ Վենետիկի հանձնաժողովի բառերով եմ ասում, լրացնել այդքան ֆինանսական ռեսուրս չունեցող իրենց մրցակիցներին։ Նկատի ունենալով, որ պիտի հավասար հնարավորություններ ապահովեն եւ նախընտրական շրջանում իրապես պիտի քաղաքական մրցակցությունն ու արդյունքները հիմնված լինեն քաղաքական բանավեճի, այլ ոչ թե փողային ֆինանսական տարբերությունների վրա։ Այնուամենայնիվ ցավալի է, որ սահմանադրական դատարանը չի նկատել կամ չի ուզեցել նկատել այն սահմանը, որտեղ պետությունը չպիտի որդեգրի այսպես իրավական հոր դերը եւ ավելի շատ մտածի անձանց մասին, քան պետք է մտածի, այնուամենայնիվ սահմանադրական դատարանի որոշումը գոնե ինչ-որ առումով սահման գծեց հավաքներին մասնակցելու նյութապես շահագրգռելու եւ
հավաքի մասնակիցների տրանսպորտային, սննդի եւ այլ ծախսերը հոգալու գոնե շրջանակներում հնարավորություն տալով հավաքների կազմակերպիչներին գոնե այդ ծախսերը հոգալ առանց մտածելու, որ այս քերական օրենքը կկիրառվի իրենց նկատմամբ։ Իրականության մեջ, ռեալ մեր կյանքի համատեքստում խնդիրը չլուծեց սահմանադրական դատարանը, որովհետև մենք տեսնում ենք, որ տարբեր քերական տարբեր հանցագործություններ, հանցակազմեր կիրառվում են իշխանությունների կողմից քաղաքական հակառակորդների նկատմամբ խիստ տարբերակված, լղոզված, աբստրակտ եւ նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չհաղթահարելու մակարդակի կալանավորման դեպքեր ունենք բոլոր տեսակի նմանատիպ ուրումն հանցակազմերով, սա նշանակում է ինչ։ Նշանակում է, որ այնուամենայնիվ պետությունը պահպանեց այդ chilling effect, սրա մասին էլ է Վենետիկի հանձնաժողովը խոսել, սառեցնող էֆեկտի գործիքակազմը, որովհետև միևնույնն է սահմանադրական դատարանը թողել է իրավակիրառին, նույն քննչական կոմիտեին, դատարաններին, դատախազությանը գնահատելու տրամադրված ֆինանսը, այդ լոգիստիկայի, սնունդի, ջրի, մյուսի փողներ, թե դրա մեջ կա կոմպոնենտ, որը շահագրգռել է անձին, որ բացի ջրի եւ հացի եւ տրանսպորտի փողից, այն ավել փողը դառնա իր համար որոշիչ հանգամանք հավաքին մասնակցելու տեսանկյունից։ Այսինքն սահմանադրական դատարանը չլուծեց իրականության մեջ եղած խնդիրը։ Քերական հետապնդում իրականացնող մարմինները ունակ են շարունակելու այս հանցակազմով նույնիսկ տրանսպորտային եւ այլ ծախսերը հոգացող քաղաքական ուժերին մոնտաժված ձայնագրություններով, որտեղ ընդամենը փողի մասին խոսակցություն է, չէ՞։ Օրինակ մարդը ասում է, չգիտեմ, գիտես ինչ կա, շալվարս լվացել եմ, չի չորացել, շալվար չունեմ որ գամ, պայմանական օրինակ եմ բերում, մի քիչ էլ ավելի ոնց որ ուզում եմ բանին զավեշտալի ներկայացնել, որովհետեւ մեր իրականությունն էլ է զավեշտալի։ Նա էլ ասում է, ես քեզ 4 շալվար կտամ կամ նոր շալվար կտամ, որ դու հագնես գաս հավաքի, քերական հետապնդում իրականացնող մարմինները ունակ են այս հանգամանքը դարձնել քերական վարույթի քննության առարկա, դրա շրջանակներում մեղադրանք առաջադրել իրենց այդ քաղաքական հակառակորդին, խափանման միջոցի համար դիմել դատարան, այդ անձին զրկել քարոզարշավին կամ քաղաքական պրոցեսներին մասնակցելու հնարավորությունից տևական ժամանակ, հետո կարդարացվի, չի արդարացվի, արդեն chilling էֆեկտը աշխատեց, սառեցնող էֆեկտը աշխատեց եւ քաղաքական իշխանությունը ըստ էության այդ պահին հասավ իր նպատակին։